Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր երկրի վարչապետը հերթական անգամ առավոտյան աշխատանքի է գնացել ավտոբուսով։ Ես իհարկե հասկանում եմ, թե վարչապետը ինչի է փորձում անընդհատ հանրությանը մոտիկ լինի, նաև խնդիրներին տեղում ծանոթանալու, քաղաքացիների հետ տեղում շփվելու, դա առիթ է առանց պրոտոկոլի ու առանց դժվարությունների, որը որ միայն քաղաքացիների հետ չի, էլի կապված դժվարությունները նաև հակառակ կողմից, մարդը շփման մեջ է, որի օրտ անգամ ավտոբուսով գնում է գործի։ Իհարկե ամեն օր չի կարող գնալ, անվտանգային ամենատարբեր հարցեր կան, այնուամենայնիվ հարց առաջանում է։ Եվ հարցս ընդդիմությանն է ուղղված, թե արտախորհրդարանական որոշ իրենց քաղաքգործիչ հռչակացների ոչ, թե ազգային ժողովի պատգամավորներից։ Ուրեմն Անդրանիկ Թևանյան, Գառնիկ Դանելյան, Հայկ Մարության, այն բանից հետո, ըմբոստանալուց հետո, այդ ձեր մանիպուլյացիաներից հետո քաղաքացիների հետ, քաղաքացուն մի հատ նյարդային բարդ վիճակի մեջ դնելուց հետո, քաղաքապետարանին վնաս հասցնելուց հետո, կարող ենք իմանալ, քանի անգամ եք նստել ավտոբուս։ Տեսեք, մի անգամ Աղվան Վարդանյանը իմիջիայլոց աչքի ընկել շատ ոսկեղենիկ, չգիտեմ, ես իբիշ մտքերով հերթական անգամ հեսա կանդրադառնանք։ Մի անգամ Աղվան Վարդանյանը ասում էր բանը, Նիկոլ Փաշինյանը, դե ես իրան նման չեմ կարող, ինքը լևիտ անոտ ձայնով էլի, ասում էր բանը, այ որ ինքը ավտոբուս է նստում, դրանից քանի ժամ առաջ չգիտեմ ինչն է լինում, մի խոսքով բերեց կապես մի 300 հոգի ու գլխացավանք դարձրեց, որ Փաշինյանը երբ որ տրանսպորտով գնում է, այսքան բան է տեղի ունենում։ Դե իհարկե նա կարծում էր, թե իրենց ղեկավարն է, դրա համար կարող էր ամբողջ պետությունն էլ ոտքի կանգնել, հիշում եք երևի, մի հատ պիտի փողոցով գնային, ամբողջ Երևանը փակում էին։ Եթե անգամ այս ամեն ինչը ճիշտ լիներ, միևնույնն է, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ձերը ավելի հեշտ է։ Ձեր տեղաշարժի համար ինչ որ հատուկ ծառայություններ պետք չի տեղաշարժել եւ այլն, ինչ որ բաներ փոփոխել։ Չէ, կարող եք ընդամենը նստել ավտոբուս, գնալ ակետից բեկետ։ Քանի անգամ եք նստել։ Իմ կարծիքով 0-ին մոտիկ թիվ ենք ստանալու, եթե հենց 0 չստանանք։ Այսինքն այդ պոպուլիզմը, այդ բանը, ախր գիտեք ոնց հանրությունը շատ զզվել է այդպես բաներից արդեն։ Զզվել է ու դուք շարունակում եք զզվացնել։ Ես հասկանում եմ դա ուր է տանում, հայ ժողովրդին հանդեպ ատելությունը այնքան մեծ է, որ ձեզ շատ քիչ է հետաքրքրում, թե հանրությունը ձեզ դիտելով ինչ տրամադրությունների մեջ է ընկնում, ինչ նյարդերի մեջ է ընկնում, ձեզ համար հետաքրքիր է ամեն գնով ինչ որ կերպ գալ աթոռի, կոնկրետ աթոռի, ոչ թե նպատակ ունենալով պետությանը ինչ որ բանով օգտակար լինել, կառավարել պետությունը, փորձել, լավը դարձնել եւ այլն, չէ։ Ուղղակի ձեր դա միակ հնարավորությունն է պահպանելու այն ինչ որ տարել եք եւ ավելացնելու իմիջիայլոց, ջրելու բոլոր քրեական գործերն ու քաղաքացիական գործերը, եւ ինչու ոչ Հայաստանի Հանրապետության գոյությունը դնել հարցականի տակ, ինչպես օրինակ Ռուբեն Վարդանյանն էր ասում եւ դուք մինչեւ հիմա գերիների մասին տենց շատ այլ կերպով եք բանանում, մատուցում, Հայաստանը դարձնել ռուսական ռեգիոնի ստացված երկիր, ռուսական ռեգիոնի, բայց ձեր խնդիրը սա է։ Տեսեք, այսօրվա դրությամբ, չգիտեմ, Թուրքիան էլի մտավ Սիրիայում ուժերը դիմադրում են, Միացյալ Նահանգները Ռուսաստանին հետախուզական տվյալներ որոշելա չտա նախապես, կանխարգելող, թե որ կողմերի վրա են փորձելու հարվածել ռուսական օդուժը եւ տեսանք թե առավոտյան Ուկրաինայում ինչ էր կատարվում, Ռուսաստանը օգտվում է հնարավորությունից, որպեսզի հնարավոր բանակցություններում իր դիրքերը բարելաված վիճակում լինի։
եւ տևական այս դանդաղ մաշեցնող պայքարում երկու կողմի ժողովուրդներն էլ ինչ որ մեծ կամք են դրսևորում, անկախ նրանից ով է ճիշտ ով սխալ։ Մակրոնը հայտարարություններ արել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, քիմիական զենքի վերաբերյալ, ինչին Պուտինը անդրադարձել է, որ հերթական Նապոլեոնն է ինչ որ այդում լավ կլինի նայեն ինչով վերջացավ։ Մի խոսքով, այս ամեն ինչի մեջ դուք ունեք մի հատիկ խնդիր, ոչ թե պահպանել Հայաստան Հանրապետության հարատևությունը, այլ իբր ձեր կարծիքով Հայաստանը դնել անվտանգության մի բարձիկի մեջ, որի անունը Ռուսաստանի Դաշնություն է։ Իբր, սա ձեր ծրագիրն է։ Այսինքն, երբ որ դուք խոսում եք ամեն գնով այն դաշնակները, չգիտեմ, մեր թշնամիները այս կողմ, այն կողմ, այդ ամեն ինչը ոչ թե իսկապես ամեն գնով պետություն պահպանելու մասին է, այլ ամեն գնով պարզապես հայ ժողովուրդ պահելու մասին է, բայց մենք չենք հասկանում, որ հայ ժողովրդի իմիջիալոց երեք ընկերս մի շատ հետաքրքիր առաջարկով ինձ դիմեց, գեղեցիկ միջոցառում պիտի կազմակերպի եւ տարբեր երկրներից էլ հյուրեր ունի, ասում եմ, իսկ այս ինչն է այս ամեն ինչի նպատակը, հա շատ սիրուն միջոցառում է, բայց իր անունն ինչ է, մա հայապահպանության այդ գաղափարների շրջանակներում է։ Գիտեք, ես էլ հայապահպանության գաղափարների շրջանակներում շատ աշխատել եմ, բայց նույն ընկերոջս էլ ասեցի, ու այսպես էլ ասեմ, հայապահպանության միակ երաշխիքը ոչ թե նմանատիպ ծրագրերն են, այլ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախ պետության գոյությունը։ Կկարողանանք ամեն գնով պահպանել, կունենանք հարատևություն եւ չենք ունենա հայապահպանման խնդիր։ Հայաստանի Հանրապետությունում հայապահպանման խնդիրը ո՞րն է։ Լավ, աշխարհի տարբեր համայնքներից են եկել, այնտեղ կա այդ խնդիրը, բայց այդ նույն համայնքներում սիրելի հայրենակիցներ, շատ եմ ձեզ հարգում, ես համայնքների հետ աշխատանքներ էլ շատ տարել եմ, ունեմ շատ բազմաթիվ ընկերներ, բայց մի բան հասկացեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու դեպքում դուք կհասկանաք, որ ձեր բոլոր ծրագրերը կարող են այլ որակ ստանալ, այլ նպատակ հետապնդել։ Մենք 21-րդ դարում պետք է օրինակ էլի այս կետից մի քիչ այս կողմ նպատակներ ունենանք, բայց մենք ունենք 20-րդ դարի նպատակներ երեկվա մասին դեռ, հասկանում եք, այս մասով շատ հետ է, շատ վատ է դա։ Եվ պետության ամրացումը, պետության գոյությունն է, որ կարող է երաշխիք լինել թե հայերի, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր կարող են լինել տարբեր ազգի եւ այլն։ Եվ պետությունն է, որ կարա մշակույթին էլ բան լինի, սատար կանգնի զարգացմանը, պետությունն է, որ կարա ամենատարբեր համակարգերը կայացնի։ Այլապես բոլոր պետությունները, երբ որ ձեզ թույլ են տալիս, որ իրենց մոտ մի քիչ ավել, մի քիչ աչք ծակող, մի քիչ բաց, ինչ որ ծրագրեր իրականացնեք, դա ոչ թե ձեր համար է, դա հենց իրենց համար է, իրենք դա օգտագործելու են իրենց պետք եղած ժամին։ Իհարկե գալու են ձեր միջոցառմանը ժպտալով նստելու են, վերջում ծափարելու են, ինչ գեղեցիկ է հայկականը, ինչ որ մի բանից օգտվելու են, ինչ համեղ էր եւ այլն, ու այնուամենայնիվ դա իրենց պետությանն է ծառայում։ Եկեք սովորենք այ հենց այդպիսին է լինել։ Նրանք ամեն ինչ կանեն, ցանկացած չինովնիկ իր գործունեությունը, ցանկացած չինովնիկի գործունեությունը բխում է իր պետության շահերից։ Ի տարբերություն ցավոք սրտի Հայաստանի, որտեղ դեգրադացվել է այդ գաղափարախոսությունը։ Դեգրադացվել է հենց օրորոցի մեջ 91 թվականին ընդունեցինք 92-ից արդեն դարձյալ մենք հենց օրորոցի մեջ խեղդեցինք մեր անկախությունը եւ այդ դաստիարակությունը տեղի չունեցավ անկախ պետության քաղաքացու մենտալիտետի ձևավորում տեղի չունեցավ։ Դրա համար 2025 թվականն արդեն մարդիկ կան նստած ասում են մարդիկ կան վերլուծությունները իրենց շարադրում են ըստ սովետական պատկերացումների, սովետական միության պատկերացումների։ Տեսեք, սովետական միությունը լավ էր, վատ էր, իմ սուբյեկտիվ գնահատականը գիտեք դրա մասին, բայց անկախ ամեն ինչից դա երեք էր, անցել է, վերջ չկա դա։ Հասկանում եք։ Եվ չի կարելի անցյալի օրինակով կերտել ապագա, անհնար է, դա չի լինում։ Այո, ինչ որտեղ, ինչպես կասեր Սևաստյանցը, անցյալը դիտաշտարակ է ապագայի համար, այ հենց
այս ֆորման ոչ թե նրա մասին է, որ հետ գնանք անցյալ, այլ որ անցյալից դասեր քաղած առանց վերադառնալու նայենք ապագա վաղը նայենք։ Եվ եթե այսօր ինչ որ ծրագրեր են առաջարկում եւ այլն, պետք է նայել ոչ թե այսօր ինչքանով է դա հարմար, այլ պետք է նայել իսկ դա վաղը օգտագործելը ինչքանով է հարմար լինելու։ 10 տարի անց որքանով է դա ճիշտ։ Մենք ինչ Հայաստան ենք ուզում։ Ինչ Հայաստան ենք ուզումի մասին մի ամբողջ գաղափարախոսական ելույթով հանդես եկավ վարչապետը։ Ես վստահ եմ, հիմա ոչ ոք չի հիշում, բայց ում խոսեցնես, կխոսեն գաղափարի բացակայությունից։ Բայց կա ախր դա։ Մենք բացեք մի ժամանոց ելույթ, հա, բացեք, փորձեք լավ, գիտեք ոնց։ Եթե բաներ կա համաձայն չեք, փորձեք հրապարակել դրանք, առաջարկել ձեր տարբերակները, աշխուժացնել սա։ Փորձենք սա աշխուժացնել այս խոսակցությունները։ Առավել ևս որ մարդը ասել է պատրաստ է հանդիպումների մեծ խմբերի հետ այդ թեմայով քննարկումներ ունենալու։ Մեկը ես ասելիքներ շատ ունեմ, շատ ունեմ։ Եվ բաներ կան, որ այս պահի դրությամբ իհարկե չեն համընկնում ու բոլորս շատ լավ գիտենք, որ այդպես է, բայց այդ ձևակերպումներն այնպեսի են, որ եթե մենք գնանք դրան, շատ հիանալի բան կստացվի, հա։ Օրինակ ձևակերպումներից 1-2-ին անդրադառնանք, ասենք, այստեղ հաց, այստեղ կաց։ Շատ լավ արտահայտություն է, իր տակի բացատրությունն էլ մի 10-15 րոպեանոց իսկապես շատ լավն է։ Խնդիր չկա, բայց երբ որ կպնում ես գործին, մեր պետությունում դեռևս 1000 հարցեր կան ու գիտենք թե այդ եթե վերցնենք դնենք հողի վրա այդ արտահայտությունը տեսնելու ենք ինչքան իրականությանը համապատասխան չի։ Այո, մենք բոլորս էլ գիտենք խնդիրների տեղերը։ Հենց հիմա եթե թուղթ ու գրիչ վերցնենք ամեն մեկս ու ասենք 100 հատ խնդիր գրենք առանց իրար նայելու, մենք կգրենք գրեթե նույն խնդիրները, բայց սրանց լուծումը որտեղ է։ Լուծումը գաղափարական մոտեցման մեջ է։ Կամ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա ոչ թե պիտի Նիկոլ Փաշինյանը միայն ասի, սա պիտի ամեն մեկս կրենք սա։ Ու անկախ նրանից թե կընդունեք, կհարգեք, չեք հարգի վարչապետին, այս խոսույթի հետ խնդիր ունեք, եթե մենք կարողանանք մեր իրականությունը այդպիսինը դարձնենք, խնդիր ունեք, իմ կարծիքով չէ։ Եթե չունենք, ուրեմն ամեն մեկս պիտի այդպես կրենք դա։ Այդ առումով ինչքան էլ որ արդեն ունենանք հակադրություններ, միևնույնն է, դա կլինի փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Եվ դա կուժեղացնի մեր պետությունը, առողջ հասարակությունը ամուր պետականության կայացման այն հիմքն է, անկյունակարն է։ Եվ մենք պիտի մեզ առողջացնենք։ Իհարկե կան ուժեր, որոնք որ դա թույլ չեն տալիս։ Եվ այդ ուժերի ներկայացուցիչները նույնպես ազգությամբ հայ են ու զարմանալ պետք չի։ Այո, կան այդպիսիք։ Օրինակ Աղվար Վարդանյանի երեք հարցազրույց էր, ինչ էր։ Մեկ ինչ է ասում, էլի ես մարդը չեմ հասկանում, էլի։ Վարդանյան, ձեզ այդպես էլ չհաջողվեց այս ընթացքում 100 մահապարտ գտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար։ Հազար անգամ խոսել եմ այդ մասին, մահավարտ բառը սխալ ընկալումը իմ մեղքը չի, դա լրագրողի ձևակերպումներ, իմ նպատակը Նիկոլյան ազգային ժողովյան բնից ասած իրեն վերացնելը չէր, իմ նպատակը 100 և ավելի պրոֆեսիոնալ ազգային պետական մտածողություն ունեցող և խնդիրը ձևակերպող լուծելու պատրաստ մարդկանց մասին եւ այդպիսի մարդիկ Հայաստանում հազարավորներն են, իմ ցանկում առնվազն 250 նման մարդ կա։ Պարոն Վարդանյան, մարդը ասում է որ մահապարտ եմ ասել, դուք եք այդ բառը սխալ հասկացել։ Եվ դա իմ խնդիրը չի, որ դուք սխալ եք հասկացել։ Այսինքն Աղվան Վարդանյանն ասում է, հենց մի կարող եմ ես ինչ-որ մի հատ իր վերաբերյալ բառ կամ որակավորում մի հատ բառ օգտագործել, ու եթե ինքը հանկարծ վիրավորվի, ասեմ դու ես մեղավոր, որ այդպես ես հասկացել, ես ուրիշ բան նկատի ունեի։ Քաղաքական գործիչ եք ախր ձեզ համարում։ Ինչ է նշանակում մահապարտ բառը օգտագործում ես։ Մարդը մահապարտ բառը հասկանում անց ոնց որ հասկանում է, ոնց որ այդ բառն է։
Չէ, դու ես սխալ հասկացել։ Ու դա իմ գործը չի, իմ խնդիրը չի, քո խնդիրն է։ Լսի, մահապարտ բառ, այսինքն Վազգեն Սարգսյանն էլ է սխալ հասկացել ու օգտագործել ժամանակին, էլի, տենց ասում Ստաղվան Վարդանյանի։ Գիտեք, այ խոսքի հայերեն բառերի արժեքը նաև այնքան է իջացել, ես այս թեմային պիտի մի քիչ sense անդրադառնամ։ Այսօրվա երիտասարդությունը ամեն երկրորդ բառը հորս արևն է։ Ապեր հորս արև, ապեր մորս արև, ապեր մորս արև, հորս արև, ապեր։ Որ այս էսա, չէ՞։ Ու շատ ենք լսում այդ բառ։ Դա ինչի հետևանք է, գիտեք։ Դա բառերի հայերեն բառերի արժեզրկման հետևանք է։ Ինքը ենթագիտակցորեն է դա անում, բայց ինքը կարծում եմ օրինակ այս հարցը որ տվեցիր, ինքը որ ասում է դրական պատասխան է տալիս, ասենք, թե հարցից ասում է այո։ Հա։ Ինքը հասկանում է, որ այդ այոն ոնց որ ամփոփիչ չէր։ Ինքը փոչա կպցնում հորս արև հա։ Որ դու ըմբռնես այդ հան, որովհետև մեր իրար հետ խոսելու լեզուն է անգամ արդեն արժեզրկվել։ Այնքան տեղի անտեղի, դա նաև մշակութաբանական լուրջ խնդիր է, որովհետև երբ նայում ես թե ովքեր ստացան վաստակավորներ, բոլորին չի վերաբերվում խոսքս։ Բոլորին չի վերաբերվում խոսքս։ Բայց մենք նայենք, օրինակ, եթե երեխան այսօր ցանկանա դառնա երգիչ, ասենք զգում ես լավ ձեն ունի, ասում ես տղա ջան, կուզես երգիչ դառնաս, ասում է, հա ես երազում եմ դառնալ երգիչ։ Ու ասես քեզ համար երգիչի օրինակը ով է, շատ հազվադեպ դեպքերում իսկապես պրոֆեսիոնալ լուրջ երգիչների անուն կլսես։ Այսինքն երիտասարդների նպատակի աղավաղում է տեղի ունեցել, պատկերացումների աղավաղում։ Սա ես երգիչի մասով եմ ասում, ցանկացած մասով նայեք, ցանկացած։ Մեզ մոտ միակ բանը, որ մի քիչ փոքրի շատ, քիչ թե շատ ստացվում է, դա արհեստավորական մոտեցումն է, մենք լավ արհեստավորներ ունենք, այն էլ այդտեղ էլ արդեն ահագին կեղտոտել են։ Բայց այստեղ մրցակցությունը մի քիչ այլ կերպով է գնում եւ մարդիկ սիրելով այդ մասնագիտությունը արհեստը փորձում են կատարելագործել։ Մյուս մակարդակներում զրոյական վիճակ է։ Քննիչներ են, նայում ես, քննչականում քննիչներ են։ Նստած շաբլոնից է արտագրում, թե ինչ պիտի գրի, հասկանում եք, ու դա գիտեք ինչի հետևանք է, որովհետև ինստիտուտը ինստիտուտի նման չի եղել։ Մյուս կողմից բողոքում ենք, չէ, ասում ենք խեն դանդաղ աշխատում, այ ձեր ցավը տանը, ոնց աշխատեն։ Հայտարարություն է տալի քննչական կոմիտեն օրինակ, կամ ցանկացած նման իրավաբանական մարմին։ Մարդը դիպլոմով գնում է։ Բալերը բարձր է դրած, որ այսքան գիտելիք պիտի ունենաս, որ կարողանաս աշխատել, մասնակից չկա, կամ գալիս կտրվում են, ինստիտուտն են ավարտել, գալիս կտրվում են, չեն բավարարում, չգիտեմ, ասենք դրած է 100-ից 70-ը, որ հավաքես կմտնես աշխատանքի, 50-ից ավել չի հավաքում, կտրվում է, ստիպված ինչ անի պետությունը, անհրաժեշտ է, ստիպված իջացնում է 50-ը, 50-ի ժամանակ էլ 50-ի գիտելիք ունեցողն է գալիս։ Որովհետև աղավաղված է եղել դպրոց ինստիտուտ, այդ որ այն Արթուր Խաչատրյանը մեկ-մեկ որ խոսում է կրթության այլանդակումներից, այս սա ռեզուլտատն է։ Այդ մարդիկ սովորել են ձեր ժամանակ։ Իբր մասնագիտական կրթություն են ստացել ձեր ժամանակ, ամսեկան 500,000 դրամից սկսած տարեկան կրթության վճար են տվել, դուք գողացել եք այդ գումար, գողացել եք, գողանալ չեմ ասում, վերցել տարել դրել եք ձեր տուն, չէ, կլպել եք ուղակի ջայրներն, ասել եք, էսա սովորածը, այ վերջ դու մասնագետ ասվածը հենց այդ է ինչ որ դու գիտես, իր եկով մի կերպ զաչոտդ ստացած։ Չեք տվել բավարար գիտելիքներ։ Եվ այսօր կանգնած ենք շատ լուրջ խնդիրների առաջ արդեն։ Շատ լուրջ կադրային խնդիրների առաջ։ Ով էլ մի քիչ լավն է, լավ մասնագետ է, գնա մասնավորի մոտ, պետական գործի ինչ անի, 200-250 հազարանոց աշխատավարձին պիտի գնա, եթե ինքը մասնավորի մոտ միլիոն ու կես կարա գումար աշխատի։ Դե եկեք տեսեք ինչ կորուստներ ենք ունեցել ախր, դեգրադացում է սա եղել։ Եվ այսօր նստել ու գնահատական տալ,
Թե ով է, ինչ է, ու մեկ էլ որոշել, որ օй, այսօր թշնամական դավաճանական չգիտեմ ինչեր են տեղի ունենում, խնդրում եմ, էլի ձեզ մետ կնայեք ձեզ վրա։ Ես ամենայն հարգանքով եմ սա ասում։ Հիմա էլ կա վերակացել, ասում է, չէ, ես մահապարտ բառը որ դու ասել եմ, դու պիտի բարերար հասկանայիր։ Կարճատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ այո, այստեղ խնդիր է ու երիտասարդները սկսում են արդեն այդպես չես կարող նրանց մեղադրել դրանում։ Ինքը իր ասած բառերին, իր ձևակերպումների վրա վստահ չի։ Որպեսզի վստահ լինի նախ մի հատ իրան ներսում է այդ երթումը ուտում։ Հետո դիմացին նա երթվելով պատասխանում, որովհետև վստահ չի, որ դիմացինն էլ բառացի կընդունի են ինչ որ կընդունի։ Ես հիշում եմ մեր երիտասարդ տարիներին դաստիարակությունը այնպիսին էր, որ եթե մեկը ասեր դե երթվի որ հավատամ, հսկայական պատերազմ կկանգներ, ոնց դու ով ես ինձ ասես երթվի, ուրեմն ես մարդ եմ, տղա եմ, բան եմ ասում ու դու չես հավատում, խոսքի արժեք գոյություն ուներ։ Հասարակ երկխոսության մեջ։ Հասարակ երկխոսության մեջ։ Այսօր տեսեք հասել է սրա, որովհետև սենսները եղել են կառավարության ղեկավարներ, իշխանություն։ Իրենց պատկերացումներով կամ լրագրողների հարցերը։ Հարց է տալիս լրագրողը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Ասում է բանա, ինչու Փաշինյանը որդուն չհանձնեց գերիներին ազատելու դիմաց։ Հիշում եք տենց բաներ ասել, ինչի չհանձնեց։ Լրագրողի որակավորում ունի։ Լրագրողների ասոցիացիայի ինչ է, մի հատ տենց բան կա։ Լավ, ինչով եք զբաղվում դուք։ Ինչով եք զբաղվում։ Դուք որոշակի պատասխանատվություն հանրության առաջ չեք զգում։ Ձեր հետևորդների հանդեպ հարգանք չունեք։ Ձեր մասնագիտական սկզբունքայնությունը որտեղ դուք ձեր մասնագիտական գիտելիքների լավ ինստիտուտում խաբել ձեր փողը վերցրել են, բան չեն սովորացրել, ասել են սովորացրել են։ Լավ, գոնե այս հասանելի աշխարհում մի քանի master class չեք բացում, ընթերցեք, դիտեք։ Ախր կա YouTube-ում այդպիսի բաներ կա։ Լավ բաներ կա, մտեք դիտեք։ Դիտեք մի քիչ մտորեք դրա շուրջ։ Մի քիչ որակը բարձրացրեք, ձեր դուրը գալիս է այս որակը։ Իսկապես դուք կարծում եք երկու падգամավոր նստած, դուք այդ հարցը պիտի տեք, ինքն էլ պատասխաներ։ Իսկապես կարծում եք քաղաքացին նստած այդ հարցն էր ուզում որ դու տայր։ Հանրային լուրջ հարցեր կա ձևակերպած։ Մշակութաբանական կրկնում եմ, այնպիսի խնդիր ունենք։ Առհասարակ, ժողովուրդ ջան, մշակույթը ամեն ինչի վերևում է, ամեն ինչից վեր է, որովհետև նույն քաղաքական գործունեությունը մշակութային դաստիարակության արդյունք կարա լինի, ով ոնց է իր քաղաքական գործունեությունը ծավալում։ Մշակութային դաստիարակություն, որը բացակայել է միշտ Հայաստանի Հանրապետությունում, սովետական միության ժամանակ էլ է բացակայել, բայց կարողացել են մեր այն ժամանակվա մեծերը ինչ որ կերպ կոպիտ բառ օգտագործեմ գողանալ Մոսկվայի հրահանգներից ինչ որ արանք, sense ու ներկայացնել հայկական մշակույթ, որովհետև նրանք նվիրյալներ են եղել։ Հիմա այսօրվա դրությամբ ինչ ունենք այս ուղղությամբ, անկախ պետություն եք։ Նոր մի հատ ֆիլմ նկարեցիք Վազգեն Սարգսյանի մասին։ Ինչ ունեք արած։ Ասեմ ավելին, մենք այն պետությունն ենք, որ մանկապատանեկան հեռուստաալիք չունենք։ Որտեղ որ կլինեն դաստիարակչական ծրագրեր, որտեղ կլինեն հետաքրքիր ժամանցային ծրագրեր երեխաների համար, բայց դա որոշակի կրթական բան կունենա։
Երեխաները առավոտից երեկոն նստած, եթե մուլտֆիլմ են նայում ռուսերեն լեզվով։ Չէ, տեսեք, ծնողին երբ որ հարցնում ես, ասում է, ինքնուրույն է ինքը ռուսերենը սովորել, այդ մուլտֆիլմերը նայելով, շատ լավ բան է դա։ Հարգելիներս, հարցը ռուսերեն չէ, ուզում եմ ֆրանսերեն լինի։ Հարցը խնդիրը այն է, որ ինքը ոչ թե դրանով օտար լեզու է սովորում, այլ դրանով օտար մտածելակերպ է սովորում։ Օտար լեզվամտածողություն է սովորում։ Եվ հետո արդեն աղավաղվում է, ինքը իր միտքը չի կարողանում արտահայտի։ Նաև սրանից է կախված դպրոցներում պատմողական դասերի թույլ լինելը երեխեքի շրջակայքում։ Իրանք չեն կարողանում ձևավորել իրենց պատկերացումները, որովհետև մի կողմից ունեն օտար լեզվամտածողություն, մյուս կողմից խանգարում է դա հայերեն ձևակերպումների վրա։ Այսինքն ոչ են լավ տիրապետում, ոչ են։ Սա ցեղասպանություն է, ցեղասպանության դրսևորում է մշակութային։ Եվ ես կրկին ասում եմ, հեսա առջևում 26 թվականի ընտրություններն են։ 26 թվականին ես նայելու եմ, ինձ համար սկզբունքային հարց է սա դարձել արդեն։ Նայելու եմ, տեսնեմ ով է իր ռազմավարական ծրագրի մեջ խոստանում մանկապատանեկան հեռուստաալիքի բացում, ստեղծում։ Պետական մասշտաբ, դա պիտի լինի պետական, մասնավոր չի կարա լինի։ Պետական։ Ես սրան ուշադրություն եմ դարձնելու։ Սա վաղվա մասին է։ Ես էլ չեմ գումարում նրան, թե որքան ստեղծագործ ուսանողություն կարա իր պրակտիկան ստանա այդ հեռուստատեսությունում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսօրվա դրությամբ նստած ասում են, այն հայ ֆիլմի հսկայական տարածքն ինչ անենք։ Լուրջ։ Կարող է հեռուստատեսություն դարձնեք մանկապատանեկան, իր ստուդիայով, իր ամեն ինչով։ Բայց գիտեք ինչին նման եղավ, որ Լենինի արձանը հանում էին հրապարակից, ես հիշում եմ այսօրվա նման։ Բանը մեծ հարց էր բարձրացել, տենց վաստակավոր մշակույթի գործիչների շրջանակներում։ Լավ որ հանում ենք, բայց պատվանդանը լավն է, այդ չքանդենք։ Վրան ինչ արձան դնենք։ Ու այնտեղ լսում էի լուրջ ծանր պապիկների sense մորուքով, սպիտակ ալեհեր, մարդկանց կարծիքներ բերենք, մայր Հայաստանի արձանը դնենք, իջացնենք այդտեղ, Հայկ Նահապետինը տեղափոխենք այդտեղ։ Sense բաներ են խոսում։ Այդ ժամանակ մտածում ես, մեր լավ։ Իսկ ինչի ոչ մեկ չի առաջարկում Երևան քաղաքի հիմնադիրի արձանը դնել, Արգիշտի արքայի։ Ու ես կարծում եի, քանի որ երիտասարդը իսկ այն ժամանակ մի քիչ խոսքի ազատությունը սահմանափակ էր, մի քիչ այդ ակնածանքը բան կար, մտավախություն ունեի բարձրաձայնելու դրա մասին, էլի որ Ձազա ջան, իսկ կարող է բան Արգիշտի արքայի արձանը դնենք։ Գալիս է զբոսաշրջիկը, իրան պատմում ենք, թե ինչքան հին է Երևանը։ Okay, որտեղ կարող եմ տեսնել Երևանի հնությունը, թանգարանում։ Վերջ։ Մենք մեր լեզվամտածող, այ շատ են ասում, չէ՞։ Մենք հայերս հայավարի, այ իսկական հայը, բան Նժդեի խոսքն են շատ մեջ բերում, բան հայի տականքն ուրիշ է։ Երեք զրուցում էինք էլի մեր հասարակական կազմակերպությունում, ու ես մտքի վրա կանգ եմ առել ես։ Եվ որ Նժդեը հասել է ու իր ժամանակում ասելու տեղ ունեցել է, որովհետև ինքը պայքարում էր եւ պայքարում էր նենց բոլշևիկյան մտածողության տեր ու հակահայկական գործիչների դեմ, որ ինքը կարող էր այդ արտահայտությունը անել, որ հայի տականքն ուրիշ է։ Որովհետև կոնկրետ Նժդեի իր համար ձևակերպած ուներ, թե հայը որն է։ Այսինքն եթե դու ուզում ես հայի տականքի մասին բան ասես 21-րդ դարի երիտասարդ, նախ դու ձևակերպես քեզ համար իսկ հայը որն է։ Եվ երբ որ կձևակերպես, մի հատ նայի դու համապատասխանես այդ հային։ Դա հայն է։ Հետո նոր կգտնենք սրա տականք տեսակ, հա, որովհետև մինչև չհասկանանք ինչ ասա, մենք չենք կարող սրա դրական կամ բացասական կողմերին անդրադառնալ։ Եվ այդ անգիր արած թևավոր խոսքերը մի փոքր փորձեք դուք ինքներդ ձեր վրա կիրառել։ Երեք էր առաջի օրն էր կարծեմ, ամբողջ հաղորդումը դրա մասն էր, ճիշտ է, Վազգեն Սարգսյանի թեմայով էր, բայց դասիրակչական այդ բաների մասին էր, որ բոլորս կարող ենք թևավոր խոսքերին ասել, վայ, ես ինչ ճիշտ խոսք էսի, լավ խոսք էսի, հացարձակվա, բայց չենք կիրառում մեր կյանքում դա։
Մենք ինքներս, երբ որ ասում ենք ճիշտ խոսա, մենք ինքներս դրանից կիլոմետրերով հեռու ենք լինում։ Դրա համար մեր ուղեղը ծակում, ասենք, որ երբեք կյանքում գիծ չբացած մարդու ռեակցիան պատկերացեք, երբ որ մի հատ խելացի արտահայտություն ա լսում, ողա։ Ապշում է։ Իսկ եթե անընդհատ կարդա, ընթերցի, ուսումնասիրի, ծանոթանա, դա դառնում է իր կյանքի մի մասնիկ, իր մտածողությունը սկսվում է փոխվել, ընդ որում փոխվել դեպի դրականը։ Ոչ թե նստել, խնդրեմ, պատգամավորը, նստել է, ասում է բանը, մահապարտը ես նկատի ունեի պետությանը նվիրված քաղաքական գործիչներ, որ պիտի գուշակ էինք։ Ծիծաղելի էլ չի արդեն, այսքան կլիներ ծիծաղելի, եթե ամեն ինչ այսքան ողբալի չլիներ։ Կամ նստած լրագրողը ասում է Փաշինյանը ինչի իր որդուն չհանձնեց։ Վերցրել էլի գերիների հարց են այստեղ բանա, մի կողմից ամենահետաքրքիրն է նա, որ Գեգամ Նազարյանը խոստովանեց, որ իրենք հասկանում են դա ինչա, որ իրենք հասկանում են, որ բանը չի կարելի այստեղ շատ այդ բանը մտցնել, որովհետև մեծ հաշվով Ալիևի ռազմավարությունը կդառնա, որ իրագործվում է սրանց միջոցով։ Մի կողմից հասկանում են, մյուս կողմից էլ անում են, շարունակում են անել։ Ինչն է ձեզ խանգարում չանել դա։ Ասեմ ինչը, կրթությունը, հայկական կրթությունը, Հայաստանի քաղաքացի լինելու մասին կրթությունը։ Խոսքը դպրոցական կրթության մասին չի, խոսքը ինստիտուտի կրթության մասին չի, ոչ էլ փողոցի կրթության մասին, ոչ էլ ընտանեկան։ Խոսքը պետական դաստիարակության կրթության պակասի մասին է, որը կարելի է մի 20 տարի հետո տեսնել, եթե մենք այսօր ստեղծենք մանկապատանեկան հեռուստաալիք։ Ինչի վրա ասես գումար ծախսել եք։ Այո, սա թանկ պրոյեկտ է, բայց անհրաժեշտ պրոյեկտ է, հեղափոխական պրոյեկտ է, անկախականության պրոյեկտ է, ինչի համար չանել, կամ գոնե ասեք, ինչի համար հնարավորություն, իմիջիայլոց սիրելի հեռուստադիտողներ, ձեզանից շատերը հարցնում են ինձանից, թե Եղիշեկ Կիրակոսյանը ինչի ազատվեց աշխատանքից, անկեղծ ասեմ, չգիտեմ, բայց այնուամենայնիվ այսպեսին նա պաշտոնական տեղեկատվությունը Եղիշեկ Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ ամիսներ առաջ ձեռք բերված դեռևս պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն։ Armen Press-ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից։ Բայց այդ մեր վայ լրագրողները այլ կերպ են մտածում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի գրեթե ողջ գրասենյակը Եղիշեկ Կիրակոսյանի գլխավորությամբ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Չկա այդպիսի բան։ Իսկ Եղիշեկ Կիրակոսյանին անկեղծ եթե իմ տպավորության մասին պիտի ասեմ հետեւյալը, որ ինձ վրա շատ դրական տպավորություն ա թողել, կամ էլ մենք վաղուց չենք տեսել խելացի նման վարքագծով համեստ իրավաբանական այսպիսի ներկայացուցիչ, իմ տպավորությունը եղել է միշտ դրական։ Հիմա թե ինչի է սեփական դիմումի հիմա վրա ազատվել, դրա մասին ես տեղեկություն չունեմ եւ ասեմ հետեւյալը ժողովուրդ ջան, այդ մանրամասների մասին որևիցե մեկը ձեզ չի կարող տալ տեղեկություն։ Որևիցե բլոգեր, որևիցե վերլուծաբան, որևիցե լրատվական կայք չի կարող։ Դրա մասին կարող է գոնե մոտավոր, էլի ես հասկանում եմ, որ ամբողջովին չի ասվի, բայց գոնե ընդհանրական պատասխան տալ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետը հերթական մի մամուլի ասուլիսի ժամանակ, եթե այնտեղ կգտնվի մի գրագետ
Լրագրող, ով զբաղված է հանրության հետաքրքրությունները սպասարկելով եւ այդ հարցը կտա։ Այդ ժամանակ կունենանք մոտավոր գնահատական։ Մոտավոր պատասխան։ Մնացած այլ դեպքերում ոչ ոք չի կարող տալ այդ հարցի պատասխանը։ Մեր աղբյուրները, չգիտեմ, մեր պուլպուլակները, օթում կախված լուրերը, ըստ մեր վերլուծության, բա այստեղ այսպիսի բաներ եղել, այ դրա համար այսպես, այս բոլոր տեսությունները նետեք աղբանոց։ Եվ գիտեք ժողովուրդ ջան, քանի որ դուք ձեր հետաքրքրությունները սպառում եք, ձեզ վաղուց մի 1000 անգամ արդեն խափած ու մոլորեցրած տիրույթներում, դրա հետաքրքրությունը արդեն կորում է եւ լրագրողներն էլ շատ դեպքերում եթե անգամ լինում են adekvat լրագրողներ եւ ունենում են մեկ հարց տալու իրավունք, տալիս են այլ հարց։ Իսկ եթե ձեր հետաքրքրությունները այնտեղ չսպառվեն այդ ապուշ բաների վրա, դրանք կգեներացվեն այլ ձևով եւ լրագրողը, ամեն լրագրող կմտածի, որ այ գեներացված sense հարց կա, եթե ես այդ հարցը տամ ու պատասխանը ստանամ, ես այդտեղ որոշակի բան կվայելեմ, հանրայնացում կվայելեմ, հա? Փոխարենը լրագրողները կարող են գնալ հարցնել, թե բա Փաշինյանը որդունխի չտվեց գերիների դիմաց։ Ու մեկ այդ լրագրողին լինի հարցնի, իսկ խոսքս է 11 գերիների մասնա, նրանք ինչու հանձնվեցին գերի, ոնց ստացվեց։ Ինչ եղավ, վերջը խի։ Մենք այս հարցի պատասխանը ունենք, վերլուծում ենք, մոտավոր բան ենք անում, հասկանում ենք։ Շատ բաներ կա չենք շատ մանրամասնում, որ չստացվի թե գերության մեջ են, մենք էլ այստեղից կրակի վրա բենզին ենք լցնում։ Բայց այնուամենայնիվ, այս ամեն ինչի մեջ գալու սենց հարց տալ, սա կներեք, հետո լրագրողները կանգնեն, կասեն, բայց դուք մեզ քննադատում եք, եղավ, մի անգամ եղավ, մի քանի լրագրողը, դուք մեզ միշտ բան եք անում, քննադատում, այո, եկեք հրավիրում եմ ձեզ, ունեք հնարավորություն, գալ ես հաղորդմանը հյուր, եւ ես ձեր դիմաց ձեզ կքննադատեմ։ Չունենալով լրագրողական կրթություն, ես ձեզ կբացատրեմ մոտավորապես ինչպիսին է լինում լրագրողը։ Որովհետև ի տարբերություն ձեզ ես սիրում եմ ուսումնասիրել, բարելավել էլ որոշ բաներ։ Եվ քանի որ ժամանակը սուղ է ու մեկ այլ հոդվածի չեմ հասցնի անդրադառնամ, մի թեմայի, հա, ուրեմն ես Ալիևը, ես ձեզ ասեմ ադրբեջանցի ժողովրդին առաջիկայում շատ մեծ հիասթափություններ է սպասվում, որովհետև այդ նույն ճանապարհը մենք անցել ենք։ Տեսեք, հիշում եք մի հատ նես տենդենս կար Հայաստանում, որ այս ինչը հայ է, այն ինչը հայ է, այս ինչը ստեղծողը հայ է, էսի հայը մենք աշխարհի մենք չգիտեմ, բնորան, Հիսուս Քրիստոսը հայ է, Աստված հայերեն է խոսում, ինչ ասեք սենց բերել ու մեզ դրանցով սենց պարուրել էինք, էլի մի հատ, բաբիգան հայ հայտնի արտահայտություններ կա։ Մի խոսքով, այսօրվա դրությամբ Ադրբեջանն է տարված դրանով, Ադրբեջանը, մենք, մեր ակնոցները դուրս եկան, մենք վերադարձանք իրականություն և այդ իրականություն վերադարձը շատ դժվար է, որովհետև երազանքների մեջ ամեն ինչ կապտաթույր, այսպես գեղեցիկ, բաներ էին, ամպային, ինչ-որ շարժեր, տեղաշարժեր, զեփյուռներ, մեղմիկ, վերադարձանք իրական, ու մենք պիտի գայինք իրականություն, ու հասկացանք ինչքան ցավալի է իրականությունը, իհարկե շատ արագ մյուս ռեակցիան ծնվեց, այն որ ինքնապաշտպանողական, բայց դա բնական են բաներն է, էլ այդ հեչ, մարդն էլ քնաստեղից, որ վերաթռում կարող գոռա։ Մենք արդեն քիչ-քիչ իրական ենք դառնում։ Եվ այո, իրական Հայաստան ասվածի կոնտեքստը օրհասական է, որ ամեն օրվա մասին է։ Ադրբեջանցիներն են հիմա քիչ-քիչ 6-րդ երկնքից տեղափոխվում են արդեն ոնց նայում եմ 7-րդ երկինք։
Այս ինչը ադրբեջանցին ընդ որում եթե մենք կարող էինք օրինակը բերել, նրանք այդ օրինակը չեն կարող բերել։ Ես անկեղծ եմ ասում ամերիկան ադրբեջանցի բանն հայտնաբերել, ես իմով Կրեմլը Քերիմլի անունով մի հատ ադրբեջանցի է սարքել։ Մի խոսքով սենց իրանք իրանց մեջ ստերով մի հատ փուչիկի մեջ են մտնում ու ամենաբանը որ Ալիևը ներկայացնում է որ Մոլոտովյան կոկտեյլ Մոլոտովը, հա, այն մեջ գիտեք բենզինով, բանով որ կա, որ վառում շփրտում են, դա նույնպես ադրբեջանցի է ստեղծել։ Ինձ հետաքրքիր ու հաճելի է դիտել այս ամեն ինչը։ Հետաքրքիր ու հաճելի է դիտել, որովհետև վայ ես ոնց եմ պատկերացնում, թե ինչ ցավալու։ Շատ է ցավալու։ Երբ որ նրանք ուզենան վերադառնալ իրականություն, դա չափազանց ցավոտ է լինելու։ Դե ինչ, վաղը ամեն դեպքում դրական նոտայով ավարտենք, վաղը մարտի 8-ը եւ թույլ տվեք այսօր սիրելի կանայք եւ աղջիկներ շնորհավորել այս ձեր գեղեցիկ տոնը եւ ամբողջ մեկ ամսյակը։ Դեռ կանդրադառնանք մարտի 8-ին, ապրիլի 7-ին նույնպես։ Իսկ այս պայդրությամբ ինձ մնում է ասել եթերում ազատ շփումներ, ձեզ բարի հանգստյան օրեր եմ մաղթում, լավ եղեք, կհանդիպենք երկուշաբթից, տեսություն։